Երրորդ կարևոր քայլը որդեգիր process-ների անդադար կատարելագործման սկզբունքը։ Ահա, գնացինք առաջ որդեգիր process-ների անդադար կատարելագործման սկզբունքը։ Ինչի մասին է խոսքը։ Նայեք ժողովուրդ, կայուն աճը բիզնեսում ու ցանկացած համակարգում պահանջում մշտական օպտիմալացում։ Կա դեպք, երբ դուք կսարքեք ինչ-որ համակարգ, կսարքեք ինչ-որ աշխատող մեխանիզմ, ու դա տարիներով կաշխատի, նույնիսկ ամիսներով չի աշխատի, հա, ցանկացած համակարգ անընդհատ փոփոխությունների մեջ է, անընդհատ ինքը բաց համակարգ է, ինքը անընդհատ շփվում է արտաքին աշխարհի հետ, բաղադրիչները անընդհատ փոխվում են, ու բացի դա անընդհատ դուք նոր բան եք սովորում այդ համակարգի մասին ու հետեւաբար այն անընդհատ կարելի է օպտիմիզացնել։ Որդեգրեք կայձենի գաղափարը։ Կայձենը դա փոքր, բայց շարունակական բարելավումներով առաջ գնալու սկզբունքն է, հա, գաղափարն է։ Այսինքն ոչ թե մենք փորձում ենք մի անգամ մեծ ռիվոգ անել, հասնել ինչ-որ Ռուբիկոնի ու կանգնել հանգստանալ, այլ մենք ամեն օր փոքր, բայց բարելավումներով առաջ ենք գնում։ Ամեն օր մի քիչ, ամեն օր մի քիչ։ Իհարկե այդ բանը սպրինտը, հա, այդ ռիվոգ անելը ու ինչ-որ Ռուբիկոնի հասնել կանգնելը չի բացառում այս մյուս սկզբունքը, հա, միշտ էլ կարելի է երկուսը իրար հետ կիրառել, այսինքն ժամանակ առ ժամանակ անել որոշ բաներով, հա, ուղղություններով, որոշ ոլորտներում մի հատ սպրինտ, այսինքն մի հատ ցած կանել հասնել ինչ-որ նպատակ, ինչ-որ նշանակետի կանգնել այդտեղ վրան խփել ու հանգստանալ, բայց միևնույն ժամանակ շատ այլ ուղղություններում, ոլորտներում կարելի է անընդհատ ամեն օր փոքր կատարելագործումներով առաջ գնալ։ Առաջին մոդելը, հա, այդ ցածկանելը ավելի ուրեմն ավելի տեղին է, ավելի հաճախ հանդիպում է եւ ավելի արդյունավետ է փոքր եւ արագ զարգացող բիզնեսներում։ Իսկ արդեն կայացած մեծ համակարգերում այս շարունակական բարելավումների մեթոդը շատ ավելի արդյունավետ է, որովհետեւ ցածկեր մեծ համակարգերում արդեն շատ դժվար է անել։ Ես չեմ ասում, որ փոքր բիզնեսում կամ արագ զարգացող բիզնեսում շարունակական բարելավումը չի աշխատում։ Դա նույնպես աշխատում է եւ դա նույնպես պարտադիր կտոր է անդադ ընկերությունը առաջ տանելու համար, հա։ Так, ինչպես սկսել անդադ կատարելագործման ճանապարհը։ Նախ պետք է սովորել բիզնեսը տեսնել process-ների պրիզմայով, այսինքն տեսնել բիզնես process-ները, որոնց շնորհիվ բիզնեսում արդյունք է գեներացվում։ Դրանից հետո պետք է սովորել նախագծել եւ ներդնել այդ process-ները, որովհետեւ անընդհատ կատարելագործումը ենթադրում է process-ների կատարելագործում, հա, անընդհատ կատարելագործումը ենթադրում է ամեն օր կրկնվող գործողությունները ամեն օր մի քիչ ավելի լավ անելու սկզբունքը։ Հետո պետք է ընկերությունում կամ թիմում ներդնել անընդհատ կատարելագործման process, որը կաշխատի գրեթե անընդհատ կերպ։ Այսինքն մենք ունենք մեր բիզնեսում տասնյակ կամ հարյուրավոր process-ներ, մենք նախ սովորում ենք բիզնեսը process-ների պրիզմայով տեսնել, երկրորդը մենք սովորում ենք նախագծել եւ ներդնել նման process-ներ, օրինակ, եթե մենք ինչ-որ կլասիկայից խոսենք, հա, մենք կահույք արտադրող ընկերություն ենք, մենք ունենք գնումների process, ունենք արտադրական process, process-ներ, հա, տասնյակ արտադրական process-ներ ունենք ուրեմն վաճառքի process-ներ, առաքման, տեղադրման process-ներ եւ այլն։ Դրանք բոլորը process-ներ են, որոնք որ քիչ թե շատ կրկնվող են։ Իհարկե ամեն պատվերը կարող է շատ յուրահատուկ լինել, ինդիվիդուալ լինել եւ այլն, բայց բուն process-ները հիմնականում 90-80%-ով կրկնվող են։ Ու այդ process-ները նախագծել եւ ներդնելը դա առանձին հմտություն է, որը որ պետք է ղեկավարը, որին որ պիտի ղեկավարը տիրապետի, հա։ Ու այս հիմնական process-ներից բացի, որպեսզի մենք կարողանանք անընդհատ կատարելագործման ճանապարհով գնալ, մենք պիտի եւս մի process մշակենք ու ներդնենք մեր բիզնեսում, այն է անընդհատ կատարելագործման process։ Այսինքն, նայեք, այս միտքը կարևոր է, էլի, ուշադրի լսեք։ Բիզնեսում պիտի մի հոգին պատասխանատու լինի
process-ները անդադ կատարելագործելու համար։ Այսինքն մի հոգին պիտի ուղղակի հերթով բոլոր process-ները վերլուծելով գնա, ամեն մեկի մեջ գտնի կատարելագործման կետ, կատարելագործի, փոխի, ավելացնի, պակասացնի, ջնջի, գումարի, ինչ-որ նոր գործիք բերի դնի, որ ավելի արագ կամ ավտոմատ կլինի եւ այլն, մի քիչ կատարելագործի, անցնի առաջ։ Ու սենց անդադ պտտվի, այսինքն պարբերաբար բոլոր process-ները պետք է վերլուծել ու իրենց անդադ կատարելագործել։ Իհարկե ամեն մարդ, որ ինչ-որ process-ի համար պատասխանատու է, ինքն էլ պարբերաբար պիտի վերլուծի ու իր process-ի բարելավման առաջարկներ անի, բայց եթե մի հոգին չկա, եթե բիզնեսում չկա այն մարդը, որ process-ների կատարելագործմամբ զբաղվում, այս անընդհատ կատարելագործման սկզբունքը որդեգրել ուղղակի հնարավոր չի։ Հիմա դուք ստեղ հաստատ ձեզ հարց կտաք, ախր փոքր բիզնեսում մի հատ էլ առանձին մարդ պահենք, որ այդ process-ները կատարելագործի։ Իրականում չէ, իրականում սա շատ դեպքերում առանձին հաստիկ չի, սա շատ դեպքերում ուրեմն ֆունկցիա է, որը կատարում է բիզնեսի այլ ֆունկցիաներում գտնվող մարդ։ Օրինակ, սա ղեկավարներից ինչ որ մեկը զուգահեռ իր հիմնական ֆունկցիաներին զուգահեռ կատարում է։ Կամ սա երբեմն կատարում է տնօրենի կամ գործառնական տնօրենի օգնականը, կամ փոխտնօրենը, կամ երբեմն որևէ բաժնի ղեկավար, ով որ սրանից լավ է, հա։ Բայց սա շատ կարևոր է, եթե այդ մարդը չկա, եթե այդ պատասխանատվությունը ինչ-որ մեկի վրա դրված չի, ժամանակի ընթացքում բոլորն էլ մոռանալու են այդ process-ների կատարելագործման մասին ու անցնելու են առաջ։